Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այս ժամին մեծ են եւ դիտում են մեր հերթական թողարկումը։ Գիտեք, հաղորդման սկզբում նախ ուզում եմ իհարկե բոլորիս անունից խորը ցավակցություն հայտնել մեր լեգենդար, իսկապես մի հրաշալի անձնավորության մամանկապակցությամբ Նիկիտա Սիմոնյանը 99 տարի ապրեց Փառք Աստծո եւ 99-րդ տարին տոնելուց հետո հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Սպորտի վաստակավոր վարպետը, խորհրդային միության վաստակավոր մարզիչը, օլիմպիական խաղերի, Եվրոպայի, խորհրդային միության բազմակի չեմպիոնը, որը իսկապես լեգենդ էր, այլևս չկա, մեզ հետ չէ։ Այսպես կյանքը շարունակվում է, մեր լեգենդները գնում են, իսկ նրանց ում վաղ է վիճակվել ապրել, պիտի կարողանան տանել բոլոր տեսակի դժվարությունները, հատկապես Հայաստանում այս օրերին ապրողների համար, ես կարծում եմ այնքան էլ հեշտ պայմաններ չեն։ Դուք հավանաբար գիտեք, որ մեր ազգային ժողովի պաշտպանության այդ հանձնաժողովը հաստատեց բանակը կես տարով կրճատելու այդ նախագիծը եւ այն անկասկած ԿՊԱ-ականները մեծ սիրով կհաստատեն ազգային ժողովի լիակումար նիստում։ Այս եւ մյուս այլ հարցերի շուրջ այսօր մենք զրուցելու ենք մի մարդու հետ, ով իսկապես քաջատեղյակ է մեր երկրի անցուդարձին եւ նրա կարծիքը կարծում եմ ձեզ նույնպես կհետաքրի։ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն է Փակ TV-ի տաղարում։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ, Համլետ։ Ուրախ եմ, որ մեզ համար դժվարին օրերին դուք միշտ մեր կողքին եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ պիտի ասեմ, որ այն ինչ տեղի է ունենում, իհարկե չի կարող չմտահոգել։ Այս քայլը, որը ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը այսպես հապշտապ կատարեց, վերլուծաբանները վերագրում են, որ սա Փաշինյանի հերթական քայլն էր ընտրություններից առաջ հնարավորինս շատ ձայներ այսպես վաստակելու համար։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Տարբեր հարթություններից, տարբեր տեսանկյուններից կարելի է նայել, հարցի էությունը դա մի հարթություն է եւ երբ է այդ որոշումը ընդունվում, անշուշտ այն որ ընտրություններից մի քանի ամիս առաջ վկայում է, որ դա իսկապես քաղաքական նշանակություն ունի հենց ընտրությունների տեսակետից։ Ես այդ կարծիքի հետ համաձայն եմ, որ հարցին երբ, ինչի հիմա, ապա պատասխանը, որովհետև գալիք տարին հերթական ընտրություններն են խորհրդարանում եւ սա կնայդ է։ Այլ հարց, ինչպես կազմակերպել այդ առհասարակ պարտադիր ծառայությունը Հայաստանում, ինչ պայմաններ եւ ինչ ժամկետներ, դա շատ լայն հարց է։ Կա ընդհանուր տենդենս, ենթադրենք, այսպես ասենք, եւ եվրոպական պետություններում եւ ԱՊՀ պետություններում ինչու՞ չէ, հարևան պետություններում, Թուրքիայում օրինակ։ Այդտեղ իրոք ժամկետները բոլոր թվարկած պետություններում պարտադիր ժամկետային ծառայության ավելի կարճ էին, քան Հայաստանում։ Եվ դա կարելի է ասել ընդհանուր տենդենսիա։ Բայց եւ կա եւ հակառակ փաստարկը, որ Հայաստանը տարբերվում է բոլոր այդ թվարկած պետություններից տարբեր, այսպես ասած, իր պայմաններով եւ այլն, արդյոք այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող է այդպես կազմակերպել պարտադիր զինվորական ծառայությունը, դա մեծ դիսկուսիայի հարց է։ Ես կարծում եմ, որ ոչ, որ այդ որոշումը այդքան էլ ճիշտ որոշում չէր։ Առհասարակ իմ կարծիքով պետական ծառայությունը, հասկացողությունը պիտի լինի ավելի լայն, քան միայն զինվորական ռազմական ծառայությունը։ Եվ մենք տեսեք Համլետ խնդիր ունենք, ամեն տարի հազարավոր երիտասարդներ մտնում են կյանք, ավարտում են դպրոցը,
ավարտում են բուհը եւ չեն ստանում աշխատանք։ Երկար տարիներ որոնում են աշխատանք, մինչև ավարտում են մի մասնագիտությամբ, հետո որովհետև շատ գործատուներ իրենք հետաքրքրված չեն երիտասարդ մասնագետներին վերցնել աշխատանքի, ում դեռ սովորեցնել է պետք, ժամանակ ծախսել, փող ծախսել իրենց բանի վրա։ Ես գտնում եմ, որ պետությունը պիտի այս հարցում նախատեսի թե բարձրագույն կրթություն ավարտներին, թե մասնագիտական կրթություն ավարտներին որոշակի ժամկետ, երբ որ երաշխավորում է աշխատանք պետական ծրագրերի շրջանակում, այդ թվում եւ ռազմական աշխատանք, իհարկե պայմանագրով եւ իհարկե վճարովի։ Ես այդպես եմ նայում պետական ծառայության ավելի արմատական փոփոխությունների, որպեսզի այդ պետական ծառայության ընթացքում լինի դա ռազմական ոլորտում, թե այլ ոլորտներում երիտասարդները ավելի փորձ ձեռք բերեն աշխատանքային արդեն ունակություններ, հմտություններ պրակտիկ կարողանան իրենց դրսևորել եւ հետագայում արդեն մասնավոր շուկայում իրենց ավելի հեշտ կլինի աշխատանք ձեռք բերել։ Ինչ վերաբերվում է բանակին, գիտեք, ավանդական պատկերացում կա, որ բանակը հայկական նամանավանդ դա եւ կերպարը, որ ասես, ինչ է հայկական բանակը։ Մարդիկ պատկերացնում են այսպես ինքնաձիգը ձեռքը մի հատ երիտասարդի, հա, այդ կասկան գլխին բրոնեժելետով ինչ որ միտեղ կանգնած։ Դրա դարաշրջանը անցել է։ Այսօրվա զինվորը մի քանի մասնագիտությունների տեր մարդ պիտի լինի, պատերազմը դառել է ավելի տեխնոլոգիական, դա տեսնում ենք, հա, այսօր Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ այդ պայքարի մեջ եւ ռազմական մասնագիտությունը այսօր նույնիսկ շարքային զինվորներից պահանջում է շատ գիտելիք։ Սա էլ պետք է հաշվի առնել, որ անցել է այդ հրաձիկների դարաշրջանը, հա, Կարմիր բանակի, որ հրացանը ձեռք տալիս էին, ասում էին, գնա։ Այո, առաջ։ Հասկանալի է, պարոն Ղուկասյան, եւս մի հարց, որ ուզում եմ անպայման ձեզ հետ փորձենք մոտենալ քննարկել։ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաք հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունները նախ Երևանում հանդիպեց չէին, շատ չէր մթնոլորտում, հետո նույնը շարունակվեց Բաքվում։ Եվ Բաքվից վերադառնալուց հետո մենք լսեցինք նրանց կարծիքները, այսպես ոգևորված։ Ինչ եք ասում, Ադրբեջանի ժողովուրդը, Ադրբեջանի իշխանությունները, անձամբ Ալիևը ամենախաղաղասեր մարդիկ են, նրանք պատերազմի մասին չեն էլ մտածում, չեն էլ խոսում։ Ես չգիտեմ, այս քարոզչին որ եկել են հիմա մեզ այդ քարոզն են անում, ինչ է, այնտեղ հատուկ դասընթաց են անցել, թե ինչ կասեք այդ մասին։ Հատուկ դասընթաց են անցել, տեսեք Վենեդիկտովը Հայաստանում է, հա, եւ հարցազրույցներ է տալիս։ Հայ ժողովրդին պարզ եւ անկեղծ ասեց, որ պատրաստվելով Ուկրաինայի դեմ ագրեսիայի, Ռուսաստանի Դաշնությունը խնդիր ուներ Թուրքիան, այսպես ասած, ՆԱՏՕ-ից չեզոքացնել։ Եվ պարզ ասեց, որ որոշումը Արցախը հանձնել ադրբեջանական հսկողության տակ կայացվել է այդ անհրաժեշտությունից։ Եվ առհասարակ դա այն, այսպես ասած, կարծիքնավորի հետ ես համաձայն եմ, ասել եմ բազմիցս իմ համոզմունքն է, որ Նիկոլ Փաշինյանի ի հայտ գալը 18 թվականին հանրապետական կուսակցության կողմից իրեն վարչապետ նշանակելը, հետագա կես տարի աջակցելը, որ կայացվի իր կառավարությունը զուգահեռ, հա, այդ համառանոցներում հարևան մնալը Սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի կազմակերպած այդ պաշտպանական ծառայությունից օգտվելը հələ դեռ քանի տարիներ։ Փորձի եւ գործի փոխանցում, փորձի փոխանակում։ Հայաստանի արչև միշտ Ռուսաստանը դնում էր այդ խնդիրը, որ ռազմական հսկողությունը Արցախի տան Ռուսաստանին։ Եվ 94 թվականին դա եղել,
նայեք մայիսի 12-94 թվականի այդ հրադադարի մասին որոշում, այնտեղ դա գրված է, որ պետք է Մոսկվայում տեղի ունենա հանդիպում եւ հետագայում դրա տակ շարունակությունը ռուսական զորքերի տեղակայումը հրապարակային դրա մասին ասել էին, որ 94 թվականին ռուսական զորքերի տեղակայումը Արցախում պիտի լիներ։ Դա միշտ եղել է։ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը պայմանավորված էր եւ իր գաղափարական մոտեցումներով, որ ինքը իսկապես թուրքաֆիլ գործիչ է, ինքը սիրում է Թուրքիան, ինքը սիրում է Ադրբեջանը, այսինքն իր մոտ կան այդպիսի հակումներ բազմաթիվ Հայաստանում քաղաքական գործիչներից, ինքը տարբերվում է դրանով։ Իր հոդվածներից դա երևում է դեռևս երիտասարդ իր, այդ լրագրողական տարիների արտահայտած մտքերից, հրապարակված գրքերից եւ այլն։ Այսինքն դա գաղափարն է այդ մարդու։ Եվ պատահական չէր իր, այսպես ասած, ի հայտ գալը, իրեն աջակցելը, որ падգամավոր դառնա, իրեն աջակցելը, որ վարչապետ դառնա հանրապետական կուսակցության կողմից, հետագա աջակցությունը եւ ըստ էության առ այսօր աջակցությունը։ Այդ ամեն ինչը պայմանավորված է այդ աշխարհ քաղաքական մոտեցումով, որ կրկին եմ ասում, Բենեդիկտովը շատ մոտ եւ տեղեկացված մարդ է, հա, այդ Էխո Մոսկվի ռադիոկայանի խմբագիրը, գլխավոր խմբագիրը, եւ երբ որ այսպես պարզ հայ ժողովրդին ասում են, որ այո, Թուրքիայի հետ դաշնակցային, այսինքն կրկնվեց 1920 թվականը, երբ որ բոլշևիկյան Ռուսաստանին հարկավոր էր Թուրքիայի Կեմալիստներին օժանդակությունը եւ հայերի հաշվին, եւ հողային տարածքային կորուստներ Հայաստանը ունեցավ եւ այլն, այդպես էլ եւ Արցախը այդ ժամանակ Ադրբեջանին տրվեց։ Այդպես էլ հիմա Ռուսաստանի համար դա ավանդույթ է։ Իսկ սպասարկել է այդ ծրագրի ենթադրումը, այո, ենթադրում էր եւ խաղաղ բանակցությունների տապալում, եւ պատերազմի հրահրում, եւ պարտություն, եւ պարտությունից հետո նշաձողի իջեցում, եւ հետագայում էթնիկ զտում, այստեղ պարզապես մեծ, այսպես տրագեդիա ունեցավ ճակերտավոր այս խաղաղարար ուժերի համար, որոնք որ այդպես էին պատկերացնում Արցախի արծի կարգավորումը, որ իրենք հույսեր ունեին, որ մի 20,000 մարդ կմնա Արցախում, կընդունի Ադրբեջանի քաղաքացիությունը, դրանով հարցը կփակվի։ Ոչ մեկ չմնաց, ոչ մեկ չընդունեց այդ պարտադրանքը, ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը եւ հիմա Ադրբեջանի վրա էթնիկ զտման, այսպես ասած, պատասխանատվության բեռ է կախված։ Այս փուլում պետությունը Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի պետությունը եւ դա այդ ռուսական քաղաքականության հետ համընկնում է իր այսպես ասած տրամաբանության մեջ խնդիր ունեն ամեն կերպ այսպես ասած մաքրել սպիտակացնել Ադրբեջանի հանցագործությունները, ագրեսիան Արցախի դեմ եւ էթնիկ զտումը Արցախում եւ դրա համար այո անհրաժեշտ են նաեւ այսպիսի քարոզիչներ բերը այսպես ասած քարոզման մինչեւ հիմա հիմնականում Փաշինյանի ուսերին էր բոլորից շատ ինքը ադրբեջանական նարատիվները եւ թուրքական նարատիվները տարածում էր մեր հանրության մեջ հիմա մի քիչ ընդլայնվեց այդ շարքը չնայած այն մարդկանցից ովքեր որ ներգրաված էին այդ միջպետական միջոցառմանը մեծ մասը հենց պետական քարոզիչներն էին որոնք որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության այսպես ասած մի մասն են ռոպագանդիստական իրենք առաջ են տանում այդ ադրբեջանական եւ թուրքական նարատիվները ու կարճ ասած միտքը հետեւյալն է որ հարկավոր է մերժել կամ մենք արդեն մերժեցինք կամ այդ հարցը չկա Արցախի ինքնորոշման իրավունքը եւ հարկավոր է շղթել ցեղասպանությունը հրաժարվել մոռանալ այսպիսով հայ ժողովուրդը երջանիկ կապրի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ սա է իսկ ով որ դեմ է անասուն է այսինքն ով որ դեմ է Հայաստանի համար Թուրքիայի եւ Ադրբեջանի նախապայմանները ընդունելուն որպես խաղաղության հիմք բոլորը անասուն են
այսպիսի մի հատ բան են առաջ տանում, գից իրենց կարծիքով դա կազդի թե չի ազդի կտեսնենք, ոմանց դա ջղայնացնում է, ոմանց դա անտարբեր է։ Ես հələ այդ թուրքական եւ ադրբեջանական նարատիվների տարածումից մեծ արդյունք չեմ տեսնում։ Բայց այն որ դա առաջացնում է զզվանք հայրենակիցների մեծ մասի մոտ, մեր կարող եմ ասել այո։ Ցանկացած արժանապատվություն ունեցող մարդ չի ընդունում այդ քարոզչությունը։ Պարոն Ղուկասյան, դե մի թեմա այլ կա, որը կարծում եմ ձեզ շատ հոգեհարազատ է։ Հիմա որ ասեմ, միանգամից կհասկանաք խոսքի ինչի մասին է։ Քպականները այսպես միաձայն պնդում են, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։ Բայց մենք տեսնում ենք, թե որքան շատ են, անգամ մենք ունենք կին քաղբանտարկյալ Լիզիա Մանտաշյանը, որը մինչև այսօր բանտում է, երկարաձգել են նրա կալանք։ Լավ, այս թեմայի մասին ինչ կարող եք ասել, որպես այդ ոլորտի լավ փորձ ունեցող ազգավորությամբ չէ։ Դե իմ կարգավիճակը այսօր քաղ հալացյալ, այսինքն քրեական հետապնդումը իմ նկատմամբ շարունակվում է եւ տեսեք վճիռը պետք է կարդան մոտավորապես ապրիլ, մարտ, ապրիլ, մայիս այդ ամիսներին, այսինքն այստեղ էլ ինչպես մենք նշեցինք, հա, այդ բանակի ծառայության ժամկետի դեպքում ակնհայտ է կապը ընտրությունների հետ։ Իշխանությունները այսքան տարիներ այդ գործը ձգեցին դատական իշխանությունները եւ բերեցին այնց ժամկետի մեջ դրեցին, որ արզվեց ընտրությունների հետ, այսպես ասած, համընկնող ժամկետ է։ Օգտագործել քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իմ կարծիքով արդեն ոչ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ դա առօրյան է այսօրվա իշխող ուժերի։ Ну, Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարել իմ կարծիքով չափազանց սխալ է, որովհետև այդ ես փաստաբանների հետ զրուցելու ժամանակ հասկանում եմ իրենց տեսակետը, որ օրենքը պիտի չնայի քաղաքական գործիչ է, ոչ քաղաքական գործիչ է, պետք է փաստերով եւ օրենքով, այսպես ասած, գործի։ Մեր իրավապահ մարմինները այդպես չեն գործում, դրանից տուժում է եւ արդարադատությունը եւ քաղաքական համակարգը, որովհետև եթե ինչ-որ մի մարդ ակնհայտորեն չարաշահել է իշխանությունը, երևույթ հանցագործություններ է արել, յուրացրել է իշխանությունը, ընտրություններ է կեղծել, բայց դրա մեջ չի մեղադրվում, մեղադրվում է ինչ-որ այլ բաների մեջ ու թույլ, այսպես ասած, փաստերով, հիմքերով, իհարկե, այս ամբողջը պատիվ արդարադատության համակարգին եւ իրավապահ մարմիններին չեն բերում։ Արդարադատության համակարգը այսօր Հայաստանում ես չեմ կարծում, որ ավելի ազատ է, ավելի անկախ է, ավելի անկաշկանդ է, իսկ ինչ վերաբերում է քննչական մարմիններին եւ այլն, իրենց գործելավոճը ես բազմիցս ասել եմ, ես կասեմ, որ փոփոխություններ կան այն ժամանակ, երբ որ իմ դեմ քրեական մեղադրանքը կկարճվի եւ կհարուցվեն գործեր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ իմ դեմ այդ շնչու մեղադրանքը սարքելուց կեղծել են ապացույցներ, սուտ ցուցմունքներ են տվել եւ այլն եւ այլն։ Մինչեւ դա չլինի, չի մաքրվի, չէ՞, այդպես խոսելով խոմ չի, գործերով պիտի լինի։ Ինչի մարդիկ չեն վստահում քննչական համակարգին, ոստիկանությանը, որովհետև այդ երևույթը կա գործ սարքելու, գործ կարելու եւ այլն, չէ՞։ Եվ հիմա ձեր հարցը այսպես ասեմ, եթե այսօրվա քննչական մարմինները գործեր են կարում Քոչարյանի դեմ, Սերժ Սարգսյանի դեմ, ո՞րն է տարբերությունը։ Տարբերություն չկա։ Այսպես փիլիսոփայական իմաստով, այն ինչով որ զբաղված են Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հիմա իրենց եւ իրենց համախոհների դեմ է արվում։ Այդ քննչական մեթոդաբանությունը, այդ մարմինները ծաղկեցին, ամրապնդվեցին, կառուցվեցին իրենց ժամանակ, չէ՞։
Այսօր երբ որ Նիկոլ Փաշինյանը հրահանգում է ինչ-որ մի գործ կարել ինչ-որ մեկի վրա, շոկ չի առաջանում, չէ՞։ Քնիչները սենց չեն շպրտում իրենց պագոնները սեղանին, ասում են մենք գնում ենք։ Այդ մարդիկ տարիներով աշխատանքի ընտրվել են, սովորել են այդ բանին, որ իջնում է պատվեր, պատվերով արվում է գործ, չէ՞։ Եվ այն օրը Սերժ Սարգսյանն էր հրահանգում Անդրեաս Ղուկասյանի վրա սպիտակ թելերով գործ կարել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հրագրում Սերժ Սարգսյանի վրա այդ նույն քնիչներին գործ կարել։ Եվ իրենք դա անում են։ Հավանաբար դատարաններում այն ինչ որ ներկայացված է, փաստաբանների կարծիքով շատ անգամ թույլ է, քիչ հիմնավորված թույլ, այսպես ասած, այնքան որ հնչողություն լինի, որ այդ գործերը կան, բերել են դատարան եւ այլն։ Պարոն Ղուկասյան, դե այդ գործերը ասում եք, իհարկե հասկանում եմ, որ գործկարողները այսօր մնացել են նույնը, թե այն ժամանակվա, թե այսօրվա, այդ մարդիկ լավ իրենց գործը անում են։ Մի փոքր կոսմետիկ այնտեղ վերանորոգում եղել է այդ շենքում, բայց դա իրավական համակարգում ոչ դրական տեղաշարժ չկա։ Գիտեք, դատական համակարգը դա մի համակարգ է, քննչական մարմինների համակարգը այլ համակարգ է, իրենք հանդիպում են դատականի ներկայացուցիչներն են բոլորը։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ քննչական մարմինների թե կարողությունների մեջ, որտեղ քննչական մարմինների ներկայացուցիչների հետ, աշխատակիցների հետ որ խոսում ես, իրենք էլ իրենց խնդիրները ունեն։ Իսկ դա բարդ գործ է, չէ՞, հանցագործություններ բացահայտել։ Դա բարդ գործ է։ Դա լուրջ աշխատանք պահանջող, լուրջ տեխնիկական, այսպես ասած, ապահովում պահանջող այսօր գործ է։ Հայաստանում այդ ամեն ինչը շատ թույլ է կազմակերպված։ Եվ կազմակերպված է թույլ, եւ այսպես ասած, զինվածությունը այդ քննչական մարմինների թույլ է։ Եվ կա այդ ավանդույթը ապօրինի գաղտնալսում գլխավոր գործիքն է, այդ գործակալներ ունենք մեր երկրում բազմաթիվ։ Ոստիկանությունը ունի, ԱԱՑ-ն ունի։ Մի օր եթե իլյուստրացիա լինի, բոլորը ցնցվելու են, որովհետև Հայաստանը ԳԴՌ-ում հիշում եք, չէ, շատ բարձր ցուցանիշ էր գործակալների։ Հայաստանը գրեթե չի զիջում այդ ցուցանիշով իմ տպավորությամբ այսօր գործակալների թվով, որովհետև իրավապահ մարմինները այլ կերպ չեն կարող աշխատել։ Իրենք պիտի ամենտեղ մարդ փորձեն գտնել, վերբովկա անել, որ տեղեկություններ ստանալ, որովհետև չունեն տեխնիկական զինվածություն, չունեն փորձ հանցագործությունները այլ կերպ բացահայտելու։ Եվ այդ պիսի ձևով աշխատող քննչական մարմիններում գործ կարել է դա շատ, այսպես ասած, ընդունված պրակտիկա։ Սովորական երևույթ։ Լավ, գործակալներից մեկին կանչում են, ասում են, այս ցուցմունքը տուր։ Պատվերը տալիս են։ Դե եթե պատվերը կա, արդեն մտածում են ոնց անել։ Կարևորը գտնվի այն մարդը, որի վրա կարելի է այդ գործը կարել։ Կարևորը այն է, որ դրան հավատան, երբ որ բերում են այդ գործերը դատարան կամ բանում, չէ, հրապարակում են, չէ, տեղել, չէ, խորամանկություն կա, օրինակ, այդ գաղտնալսումները հրապարակում են մասնակի, այնպես որ տպավորություն ինչ-որ ստեղծվի, հետո պարզվում է, որ դա ցաղկական բա արված եւ այդպես է ներկայացված։ Օրինակ BBC-ն մոնտաժ էր արել Տրամպի ելույթը այդ անցյալ ընտրությունների պարտության ժամանակ, երբ որ իրեն մեղադրում էին, որ ինքը կոչ է արել գնալ խորհրդարանը ԱՄՆ-ի գրավել, եւ BBC-ն դատի է տվել, սպառնացել է, որ դատի կտա Տրամպը $1 միլիարդ գումար եւ այլն, հիմա իրենք հատուցում են տալիս, ղեկավարությանը փոխել են եւ այլն, էլի։ Իսկ օրինակ այդ Բագրատ Սրբազանի ծաղկական բարած ձայնագրությունները, որ հրապարակել են, ով ում է պատասխանատվության կանչում, ոչ ոք։ Հայաստանում այդ ոչ պրակտիկան կա, ոչ էլ կարաս իրականացնես, որովհետև այդ դատավորներին կզանգեն, կասեն, խելոք մնա։ Այո։ Կամ դատավոր, որ իմացածը չանի։ Դե հա։ Հայտնի խոսքերը։ Հա։ Արդեն բան է դարել, չէ, կարգախոս է, դատաիրավական համակարգում։ Դե պատերին երևիրեց կպցնեն, կամ մի դատավոր, որ վարչապետի ասածը չկատարի, ոնց կլինի։
Սիրելի բարեկամներ, սարսափելի վիճակ է, բայց սա ռեալ մեր կյանքն է եւ ավելին, պարոն Ղուկասյան, դե ել չեմ խոսում արշավը իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ շարունակվում է, վարչապետներն մեծ այսպես շքախմբով մասնակցում են արդեն պատարակների եւ նույնիսկ հայտ են եկել եկեղեցականներ, որոնք այսպես քննադատում են իրենց վերնախավը։ Սա նույնպես նախընտրական է, չգիտեմ թե ինչ դուք ինչպես կմեկնաբանեք։ Մենք կարծում եմ քննարկել ենք այդ հարցը մի քանի վարկած ես առաջ քաշեցի եւ շարունակում եմ այսպես ասած այդ վարկածները ուսումնասիրել։ Իհարկե ես գտնում եմ, որ բոլոր այդ հիմա թվարկեն վարկածները բոլորը տեղ ունեն, էլի։ Մի կողմից մարդիկ համարում են մասնագետները, որ կա պատվեր դրսից։ Եկեղեցու վրա, եկեղեցու դեմ քարոզը, եկեղեցու վարկաբեկելը հրապարակային, այսպես հակադրվելը պետություն ընդդեմ եկեղեցի վարչապետի մակարդակով, համարում են, որ դա Թուրքիային եւ Ադրբեջանին հաճելի քաղաքական գործընթաց է։ Պիսի կարծիք կա։ Իրոք, եթե նայենք Թուրքիայից կամ Ադրբեջանից Հայաստանում վարչապետը, պետությունը պայքարի մեջ է մտել հայ առաքելական եկեղեցու, ոնց պիտի իրենք դրան նայեն։ Պիտի համարեն, որ կառավարությունը Հայաստանի ըստ իրենց չակերտոր ճիշտ ուղու վրա է։ Եվ քանի որ շատ այլ բաներ կան, հա, որոնք որ վկայում են այդ քարոզչությունը, նարատիվները ադրբեջանական, թուրքական, որ ասեցի անձամբ վարչապետը շրջանառության մեջ է դնում եւ առաջ է տանում Հայաստանում։ Դա ամբողջական պատկեր է տալիս, որ այո, դա կարող է լինել արտաքին պատվեր։ Երկրորդ վարկածը իհարկե ավելի կապված է մեր ներքին քաղաքական բանի հետ, որ գնալով ընտրությունների եւ տեսնելով, որքան ցածր է վարկանիշը, իսկ հարցումները ցույց են տալիս 20%-ից ավելի պակաս եւ կարող եք ասել իսկ Էջմիածինում ավելի բարձր տոկոս էր, բայց ոնց որ թե Էջմիածինում արդեն ընտրությունները, որ հրապարակվեցին արդյունքները, ի հայտ եկան գյուղեր, որտեղ 60-ից ավել տոկոս մարդ մասնակցել են ընտրությունների, 80%-ը ձայները տվել են Փաշինյանին։ Սկի 18 թվականին այն էյֆորիայի ժամանակ դից արդյունք չի եղել։ Այդ գյուղում իսկ հիմա գյուղացիները ճիշտ ուղու վրա են։ Հա, ակնհայտ նկարած արդյունքներ են, ասում են, որ ինչ որ Էջմիածինի եւ Աղարշապատի այդ համայնքում խոշորացած համայնքը պատական ոչ միացրին Աղարշապատին։ Բայց նրանից որ պատահական չի միացել վերջի ամիսներին ինչ որ մեծ ընտրություններից 6 ամիս առաջ մեծ հոսք է եղել մարդկանց նույնիսկ որոշ բնակիչները չեն էլ տեղեկացել որ իրենց հասցեներում 8-9-10 մարդ է գրանցվել է եւ դա շատ նորմալ է իշխանությունների կողմից դա ոչ թե նորմալ է այլ կասկածում են որ դա հենց կազմակերպված է իշխանությունների կողմից եւ այդ դասական ընտրությունների դիտորդները Դանիել Յանիսյանը նայում են եւ չեն տեսնում մութ է առաջ լավ էին տեսնում տենց բաները հիմա ոնց որ տեսողությունը խավարի մեջ թվացավ, բայց հետ վերադառնալով ցուցանիշին, ցուցանիշը ցածր է, ինչպես բարձրացնել, դե աղանդավորները։ Այո։ Հայաստանում կան աղանդավորներ, կան այլ հավատքի կրողներ։ Իրենց աչքերով, եթե նայենք այս հակամարտությանը, իրենց եւս դա կարող է հաճելի լինել եւ իրենք կարող են ընտրողներ դառնալ Փաշինյանի համար գալիք ընտրություններում։ Այսինքն այս երկու գլխավորում կարող է լինել երրորդ վարկածի, այլ վարկածների մեջ ես գտնում եմ որ բոլորի մեջ ճշմարտություն կա եւ բոլորը միասին այսպես ասած բաներ։ Եվ դասական վարկածը դա վրեժխնդրությունն է եկեղեցուց որ Բագրատ Սրբազան բան եւ այլ Սրբազան շարժում դիտվել է որպես հարցակում իշխանության դեմ եւ հիմա իրենք վենդետա են անում։ Այս գործընթացը հասավ այն փուլ, երբ որ այո, դուք ճիշտ նկատեցիք, արդեն եկեղեցու ներսից են քանդում
այդ process-նա հիմա այսպես ասած ընթանում, դա վկայում է, որ տեխնոլոգիա է մշակված, սպոնտան չի այս ամեն ինչը եւ մյուսը այդտեղ կա եւ դրսի պետությունների շահ, այս ամբողջ չէր լինի, եթե Ռուսաստանի Դաշնությունը, այսպես ասած, դրան դրական չնայեր։ Ռուսաստանի Դաշնությունում ես վաղուց լսել եմ այդ խոսակցությունները, որ կան այսպես խոսակցություններ մնաբարձր մակարդակով, որ Հայաստանը ինչի է պահում գեղարդը իր մոտ։ Հայ առաքելական եկեղեցին պահում այդ սրբություն։ Դա պետք է հանձնել ռուսներին։ Ռուսաստանի Դաշնության։ Ես կարծում եմ, որ սա իհարկե 4-րդ, 5-րդ վարկածների Վարկածներ շատ ունեք։ բայց սա հետաքրքրությունն է, որ դե հիմա հարցակում են այդ Ուկրաինայի վրա, հələ արդյունք չկա, բայց գեղարդը որ լիներ, մենք կհաղթեինք, էլի։ Եվ այլն դրա համար եւ այդ բանը կա։ Այդպիսի, այսպես ասած, անսպասելի հարթություններ նույնպես կարող են լինել, որովհետեւ այսօր այդ ռուսական ինագենտների կողմից կա եկեղեցի ներսում քայքայիչ աշխատանք, երբ որ ես դա նկատեցի, առաջինը ինչ որ իմ արչև կանգնեց, ես հիշեցի այդ խոսակցությունները, որը վերաբերվում էին հայ առաքելական եկեղեցու սրբություններին, որոնք որ հավաքված են Էջմիածինում, եւ հիշեցի, որ 1905 թվականին էլի այդ բանը մոլուցք ուներ ռուս-ճապոնական պատերազմը պարտվելուց փորձեր արվում կայսրությունից տանել հաղթելու մեջ ձևն է։ Պարոն Ղուկասյան, դեռ թողնել եկեղեցին տա այդ սրբությունը պրծնել, թե չէ ուրիշ գին չեն պահանջում։ Լավ, կատակ, բայց մի հարց կա, որը շատ ցավոտ է։ Դուք նկատել եք ինչ է կատարվում վերջին ամիսներին Հայաստանում, ինչ թանկացումներ են գնում, սարսափելի, սիրելի բարեկամներ, դուք կույր եք, չեք տեսնում գույքահարկը որքան է բարձրացել, տեղեր կան 400%-ով, ես չգիտեմ, ես իշխանությունները մեզ իսկապես դրել են ոչխարի տեղ, ես ինչ թանկացումներ է, չի կարելի, չի հանդուրժել։ Դա հիմա ացել ընտրություններից ընդառաջ։ Դա թանկացում են ընտրություններին ընդառաջ։ Չէ, բացասական տպավորություն է դա իշխան։ Հիմա տեսեք, կա երկու process ընտրությունների կողմից անհրաժեշտություն, չէ, որ ընտրությունները պահանջում են անել բաներ, որոնք որ ընտրվում ես։ Եվ կա process, որը որ պահանջվում է տվյալ իշխանության հատկություններից ելնելով։ Օրինակ, սպասարկել այդ ծրագիրը մերժել ցեղասպանությունը, ժխտել ցեղասպանությունը, մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը, դա ԿՊ-ի պարտադրանքն է։ Իմ համոզմունքն է դա ես ձեզ ներկայացրեցի, որ ի սկզբանե այդ առաքելությունով այդ խումբը եկավ Հայաստանում իշխանության, իրեն տարբեր ձևերով։ Եկավ թե բերեցին։ Եկավ, բերեցին, ինքը գնում էր իշխանության, իր ցանկությունն էր իր գաղափարները փաթաթել ամբողջ հասարակության։ Նիկոլ Փաշինյանը ձեր կարծիքով չէր ուզում իր գաղափարները փաթաթել, ուզում էր դրա համար ինքը ընտրվեց շատերից։ Այո, ամենամոտիվացվածը, համոզմունք ունեցողը, այդպես մտածողը, փողով ցանկացածի դուդուկի տակ պարողներ մենք շատ ունենք։ Նիկոլ Փաշինյանը այդ կաստինգի մեջ հաղթեց, որովհետև ինքը աշխատասեր է, հետևողական է, հավատում է նրան ինչը որ անում է, կարա խափի, կարա ասի Արցախը ինչ կարա։ Տեսեք, կարա ասի Արցախը դա Հայաստան է, հետո կրուցի տանի դուրս գա այդ խոսքերի տակից բացադրի խեր ասում։ Չէ, լավ էս թանկացումները, որովհետև դա այն վաղ ծրագրի մաս էր, հարկավոր էր թանկացումները այդ բոլոր տեսակի խոստումները որ տալիս էին կույրության մասին։ Մարդիկ չեն տեսնում, չէ, որ վերջի 5-6 տարվա ընթացքում կտրականապես աճեց պետության պարտքը։ Չեն տեսնում։ Ну դա չեն տեսնում, որտեղ պիտի տեսնեն։ Պատին գրած չի։ Դա սկզբից դա է տեղի ունենում։ Հետո ձեզ գալիս է գույքահարկի հաշիվ, ձեր հարկերի հաշիվը։ Հետո գալիս է
թանկացում գների, որտեղ ընդեղել են հարկերը ազդում գների բարձրացման եւ այլն։ Դուք իմանում եք դա արդեն այն ժամանակ, երբ որ այդ ամբողջ տեղի է ունեցել, տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները պահելու համար, որ իրենք հաջողակ են, հեղափոխությունը բերեց աճի, ամեն տարի զեկուցում են 8%, չէ՞։ Այո։ Իսկ այդ 8%-ը զուգահեռ գնում էր, չէ՞, վարկերի պետական պարտքի ավելացում։ Եվ ավելացրին, հասցրին մի հատ հսկայական թվի, համեմատ տնտեսության հնարավորությունների այսօր անհրաժեշտ եւ հակասությունը այստեղ է, որ պիտի քարոզես ադրբեջանական թուրքական նարատիվներ, բայց գնաց ընտրությունների։ Պետությունը, այսպես ասեմ, բերել են սնանկության հարկերը պիտի բարձրացնես, բայց պիտի գնաս ընտրությունների։ Այս վիճակով տարբեր ձևի կլոունադաներով բաներով պիտի այս իրական բաները ձախողումներ են դրանք արտաքին քաղաքականության ձախողում ներքին քաղաքականության ձախողում ծածկես ոնց ծածկես արհեստական ինչ որ բաներով լավ Էջմիածինում 4000 մարդ ավել գրեցին ըստ տեղում հա այսպես գոյություն ունեցող գնահատականների կարծիքի եւ այլն այսինքն արդեն մենք գալիս ենք գաղափարի որ Հայապետական ընտրությունները նույնպես պիտի ինչ-որ ձևով կեղծվեն արդյունքները Փառք կա հնդիկ ժողովուրդը 2 միլիոն բերեն միշտ Դեռ մինչև հնդիկ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին դրանից հետո բազմից ելույթներ է ունեցել ասում էր Հայաստանում 2.5 միլիոն ընտրող է գրանցված Ինքը պնդում էր եւ ես իր հետ համաձայն եմ, որ այդ 2.5 միլիոն ընտրողներից գրանցված մի մասը ֆեյք են։ Իրեն խոսքերն են։ Հա։ Եվ առ այսօր այդ 2.5 միլիոնից այդ 200-300 հազարը, որը Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ ֆեյք են, չի նվազել այդ թիվը։ Շարունակում է մնալ Պարոն Ղուկաշյան, հետ եք մնում Ըստ Նիկոլ Փաշինյանի պիտի ընտրողների թիվը իր հաղթանակից հետո, երբ որ իր բաները գային եւ ընտրական իր այդ մոտիկ գործընկերոջը նշանակել է ընտրական հանձնաժողովի նախագահ ինչով հիմնավորելով Որ չէ, ինքը մեր կողմից չի լինի, բայց ինքը վստահում եմ ես իրեն, որ բան, անունը չեմ ազնվագույն։ Բայց հիմա ես մի բան էլ հիշեցնեմ, տեսեք, 13 թվականին, երբ որ Սահմանադրական դատարանում գնում էր բանավեճ, այդ դատական բողոք լսվում էր, 730 ընտրատեղամասերում անհավանական բարձր 70% Հայաստանից մասնակցություն 60-ից բարձր մասնակցություն Հայաստանի համար անհավանական որից 80-90%-ը Սերժ Սարգսյանի դաշկային բաներ ընտրատեղամասեր 100%-ը Սերժ Սարգսյանին էին ձայնը տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր օրենքով ունի պարտավորություն, երբ որ ինչ-որ միտեղ տարօրինակ արդյունք է գրանցվում ընտրատեղամասում, ինքը պարտավոր է գնալ այդտեղ ստուգում անել, հասկանալ խի։ Այդ դատական գործի ժամանակ, որը որ ես վկայակոչում եմ, բացահայտվեց այդ փաստը, որ պոզիտիվ պարտավորություն է Մինչև այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում էր, որ դուք պիտի բողոքեք, բողոք չկա, իմ գործը չի։ Պոզիտիվ պարտավորությունը օրենքում ամրագրած է, որ պիտի ստուգի անհավանական արդյունքները, եթե կասկածներ ունի այդպիսի իրավասություն, դա իրավունք է եւ պոզիտիվ պարտավորություն։ Եվ դրա վրա ես կառուցել էի իմ բողոքը, ինչու դատարանը դա ընդունել էր։ Առհասարակ Սահմանադրական դատարանը փաստի դատարան չի, իրավունքի դատարան։ Եվ հիմա տեսեք, Էջմիածինում կապ չունի բողոքարկելը այսպես կոչված ընդդիմությունը արդյունքները թե չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր գնալ տենալ այդ գյուղում 65% եկել է մասնակցել է 80% ձայնը տվել են ԿՊ-ին, այդ ո՞նց է ստացվել։ Այդ գյուղում այդքան մարդ էլ չի եղել։ Եղել է այդքան մարդ կամ որտեղից է, եւ դրա վերաբերյալ հետազոտություն լինի։ Եվ այստեղ ես համաձայն եմ Էդմոն Մարուկյանի այդ կարծիքի հետ, որ
Այո, հանրապետականի ոճը սկսում է ի հայտ գալ։ Եվ սա մտահոգիչ է, որովհետև հագալիք ընտրությունները նորից եմ ասում, եթե չէ, ասենց ամփոփենք, կա բացասական արտաքին քարոզ, պարտված պատերազմ եւ դրանից հետո այս ամբողջը, որ արժանապատվության համար մարդկանց ծանր է։ Նյութական ճնշում կա, հարկեր, գներ եւ այլն։ Ոնց են այդ մարդիկ գնում ընտրությունների, ինչով։ Աղանդավորներով, այսինքն փորձել մեր հայրենակիցների այսպես կրոնական, հուզական ինչ-որ բաների վրա խաղալ, ձայներ հավելագրելով, այդպես պիտի իշխանությունը։ Հնդիկը գրանցելով։ Ես շատ սիրում եմ այդ թեման իմիշալուց, արդեն սկսել եմ լուրջ մտածել այդ մասին։ Շնորհակալ եմ, որ եկաք, բայց թանկացումների մասին դուք եւ իհարկե նաեւ դուք սիրելի բարեկամներ լուրջ մտածեք։ Չի կարելի այսպես հանդուրժել այն բոլոր անօրինականությունները, որ փաթաթում են մեր վզին։ Դուք պատկերացնում եք ինչ գներ են թանկացնում, այդ գույքահարկ, այդ հարկերի մասին մտածեք, ում գրպանն են գնում այդ գումարները։ Անալիզ արեք։ Հետո գուշ չլինի։ Իսկ պարոն Ղուկասյան, ձեզանից շնորհակալություն, որ եկաք։ Ես ձեզ եւ մեր ընկերներին հրաժեշտ եմ տալիս մեկ անգամ եւս հիշեցնելով, որ թող լուրջ հետևություններ անեն այսօր այսքանը։